Բարի օր։ Մի քանի թեմաների հետ կապված կտեսեք ձեր գնահատական։ Եվ այսպես տարածաշրջանը ռումերի մեջ ըստ էության պատերազմ ընթանում է մեր հարևան բարեկամ Իրանում եւ երեք կապանից հազանգում էին մեր հայրենակիցները, որ կապանում կրակոցի ձայներ են լսում, սկզբում ՊՆ-ն հերքեց, բայց համայնքապետը հաստատեց, նաեւ բնակիչներն էին հաստատում։ Խնդրեմ ստեղծված իրավիճակի հետ կապված, իհարկե ձայները Իրան-ադրբեջանական սահմանի երկայնքով էր, այս ամենի հետ կապված ձեր տեսակետը։ Տեղի անունում այն, ինչ ես ասում եմ, արդեն համարյա 5 տարի, որ այն պահին, երբ որ ծավալվի լայնամասշտաբ ռազմական գործողություններ եւ Ադրբեջանը մտնի հակաիրանական պատերազմի մեջ, Հայաստանը այս կամ այն ձևով ներգրավելու է թիրախի կարգավիճակում, այսինքն որ Ադրբեջանում սկսվի պայթյուններ, ապա ճիշտ նույն օրը կամ հաջորդ օրը Հայաստանում է սկսել ռումբեր թափել։ Դա խոսացել է, ոչ միայն ես եմ ասել, այլ նաև դրա մասին խոսել են բազմաթիվ մասնագետներ, որովհետև Ադրբեջանի նպատակը առաջի հերթին Հայաստանի ոչնչացումն է, եւ նա իհարկե ցանկացած պատերվակ կօգտագործի այդ նպատակին հասնելը։ Սա շատ պարզ բանաձև է, որը կրկնեմ, դա ինչ-որ մեծ խելքի տեր պետք չի լինել, դրա մասին բացեի բաց խոսում են Ադրբեջանի առաջի դեմքերը։ Չեն էլ ակնարկում, բացահայտ են խոսում։ Եվ Ադրբեջանի մասնակցությունը հակաիրանական կոալիցիայում դրա գինը Հայաստանի Հանրապետության զգալի մասն է, հարավային մարզերը, Սյունիքը, Սևանն էլ, բայց դա առանձին պատմություն է, դա արդեն որպես հետևանք կպնելու է թեմային։ Եվ Իրանի Ադրբեջան նահանգները։ Ու այս պարագայում կրկին վերադառնանք պերաշկի ուտելուն, որ երբ որ քո 4 բոլորը սա գմփում պայթում, դու ասում ես մեր տուն հրդեհը չի գա, դրա մենք արխային ենք, խաղաղություն ենք բերել, դրա համար կարանք մեզ թույլ տանք կուկուռուզու պերաշկի ուտենք, ու խնդիրը ոչ թե մեր անպատասխանատվությունն է, այլ նա որ դուք չեք սիրում պերաշկի կամ կուկուռուզու դա մեր պրոբլեմն է։ Ճիշտ հաջորդ օրը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում Ադրբեջանի կողմից հեռարձակվում են հրետանիներ։ Նույն Մակունցի պատմությունն է, որ ամառը Մակունցը ասեց վստահաբար պատերազմ չի լինելու, 2 ամիս հետո սկսում է 44 օրյան, ստեղ իրանք արխային ընկած բանը պերաշկի կուկուռուզ են լափում ու դրա հաջորդ երեկոյան ռմբակոծվում է Սյունիքը, այսինքն այս նույն տրամաբանության մեջ է անպատասխանատու մարդիկ, անպատասխանատու հայտարարություններ, անպատասխանատու վարքագիծ եւ ողբերգական հետևանքներ։ Շատ պարզ տրամաբանական շղթա է, որը բազմիցս է կրկնվել, մի անգամ չի եղել, 2 անգամ չի եղել, ու դրա հետևանքով մեղավոր են ովքեր, իհարկե նրանք, ով որ դրա մասին ասել են, նախազգուշացրել են, կանխատեսել են, հորդորել են նման բաներ չանել։ Այս բառադի վիճակը, Տիկին Ալիբեկյան, հանցավոր դիտավորություն է, այս լռություն է, ցինիզմը, թե ինչ։ Ես չեմ կարող հստակ այդ հարցին պատասխանել, զուտ կարող եմ ենթադրել, որ կամ իրոք անպատասխանատու են, կամ հատուկ են անում, կամ էլ կատարում են պատվեր։ Ուրիշ տարբերակ չի կարող լինել, որովհետև երբ որ դու 8 տարի գտնվում ես քաղաքականության մեջ, ակտիվ քաղաքականության մեջ, երբ որ դու տիրապետում ես բոլոր գաղտնի փաստաթղթերին, երբ որ դու գտնվում ես բանակցությունների մեջ, երբ որ դու շփվում ես որոշում կայացնողների հետ, անգամ մատուցողի
կարգավիճակում, այնուամենայնիվ դու պետք է կարողանայիր այդ գիտելիքներդ հավաքել եւ վերլուծեիր ու ստանայիր որոշակի կանխատեսում, այսինքն զարգացումների պատկեր եւ հաշվի առնելով այդ նոր գիտելիքը համապատասխան գործողություններ կատարեր, որ այդ ամեն ինչը կանխել, մեղմացնել, փափկացնել, ես չգիտեմ, պաշտպանվել եւ այլ, այսինքն համապատասխան գործողություններ։ Մենք դա չենք տեսնում։ Եվ դրանից ելնելով կարելի է գալ ընդամենը 3 հավանական հետևությունների, կամ դեգեներատ են, կամ չեն հասկանում ինչ են անում, եւ միտումնավոր են անում, որ մեզ պատժեն, կամ էլ կոնկրետ պատվեր են կատարում։ Այսինքն մեր թշնամիները, որոնք նրանց գործատու եղբայրներ եւ վարձատրողներն են, ասեն սենց կանեք, որովհետեւ մենք ունենք մեր հարցերը լուծելու, մենք թքած ունենք ձեզ հետ ինչա լինելու։ Իրանք այդ ամեն ինչը իմանալով են անում։ Ուրիշ տարբերակ գոյություն չունի։ Այս իրականության մեջ եւս մի պատկեր ուզեմ տեսնել։ Ոչ ներողություն։ Երեք Սերժ Սարգսյանն էլ լավ ասեց, նայում եք ու համեմատում եք ու պատասխանը, եթե այդ հարցը տալիս եք, ուրեմն պատասխանը գիտեք։ Սա Նիկոլ Փաշինյանն է։ Առանձին ուզում եմ դիմել Նիկոլ Փաշինյանին հագցնողին, խնդրում եմ, հերիք է այդ գլխարկներով էքսպերիմենտներ անեք։ Մնում է մեկ էլ մի հատ սենց են բանի նկարիչների բերետ պոմպոնչիկով դնեք գլխին, թարգեք, չի սազում, ամոթ է։ Լավ, չեք հարգում մեզ, չեք հարգում մեր անվտանգությունը, չեք հարգում մեր պետականությունը, լավ, գոնե այն մահվան դռանը կանգնած կարելի է խնդրել մեր էսթետիկական ընկալումները հարգեք, մեղքենք։ Էս ինչ, էս բոմժը, ասենք որ գլխակը դրեցիք, ինքը թարգեց բոմժ լինել դառավ, բան, Հենրի Ֆորդ, կամ լավ այդ մարդը հայլու դեմը կանգնելուց չի նայում, ինչ է ինքը տեսնում հայլիում։ Այո մեզ։ Այո մեզ։ Դուք նրա ելույթը ԱԺ-ում երեք լսեցիք։ Խայտառակությունը։ Դե այստեղ ստիպված եմ լինելու կրկնվել, երբ որ ծաղրածուին բերում ես դնում ես գահին, ունենում ես այս պատկերը, որ մարդը բացարձակապես չի հասկանում կամ հասկանալով միտումնավոր է անում, որ Հայաստանի Հանրապետության թիվ 1 բեմը վերածել է Քուչի բազարի, որ ամեն մի քննադատական խոսքին, ու իդեպ ասած տեղին քննադատական խոսքին, նրանք են բազարնի կնանիքանց նման հավ, ես չունեմ մեկնաբանություն այդ հարցի շուրջ, նողկանք այո, զզվանք այո, ամոթ միանշանակ, բայց գնահատական, ինա նայեք դուք գնահատեք, ես չեմ դուք եք, բացարձակապես 0 ինտելեկտ, 0 պատասխանատվություն, 0 էսթետիկա, բայց 3 վագոն ամբիցիա, 3 վագոն ատելություն եւ 3 վագոն քանդակչություն։ Նժարի վրա այս երկու բանն է դրած։ Ու իրանք պատրաստվում են
2026 թվականի հունիսի 7-ին վերարտադրվեն, այսինքն այս մղձավանջը նրանք պլանավորում են շարունակել եւս 5 տարի։ Այդ բեռաշկիով որ պատտվում են, իմիջիալից կա նաև այսպիսի տեսակետ, որ իրապես տիրապետում են իրենք սոցհարցումներին եւ գիտեն, որ վարկանիշը խայտարակ ցածր է, դրա համար sense մարզը ընկած են, չնայած տեսնում ենք նաև մեր հայրենակիցները դրնել շատ կասում են դեպքներին։ Նախ այո, նրանք տիրապետում են սոցիոլոգիական հարցումներին, դա այդպես է, նրանք իրոք գիտեն ցածր վարկանիշը եւ լինելով անուղեղ մարդ, նրանք անգամ ունենալով ճշգրիտ ստույգ տեղեկատվություն չեն կարողանում ճիշտ օգտագործեն այդ տվյալները, որովհետեւ ամեն ինչը ունի իր ձևը եւ իր ժամանակահատվածը, ճիշտ ժամանակը, երբ կարելի է դա օգտագործել։ Այսինքն, իրանք հասկանում են, որ ցածր վարկանիշ ունեն եւ այդ վարկանիշը ինչ որ մի ձև պետքա բարձրացնել։ Դա նորմալ կլիներ, ասենք, մի ամիս առաջ, այսինքն այս Իրանի հետ կապված պատմություններ, եթե չլինեին։ Հիմա իրանք պետքա այդ նույն վարկանիշը լրիվ ուրիշ ձև բարձրացնեին։ Պետքա սահմանապահներին բարձրացնեին, պետքա ամեն մի ստորաբաժանումը զեկուցեր, որ այս զարգացումները կանխատեսելի են եւ մենք պատրաստ ենք ցանկացած զարգացումների, որ ժողովուրդը հասկանա, որ մարդիկ պաշտպանում են իրանց։ Հա դեբիլ են, հա անմակարդակ են, անգրագետ են, օքեյ հասկացանք, բայց իրանց կարևորագույն ֆունկցիան ապահովել բնակչության անվտանգություն իրանք կատարում են։ Այսինքն այս պահին մենք ոչ թե պետք է սենց պուսիկներ տեսնենք պերաշկի լափող, այլ պետք է տեսնենք լուրջ պետական այրերի, որոնք զբաղված են իրենց բուն գործառույթներով, որ ես թքած ունեմ իմ ռեյտինգը ինչքան է, ես ունեմ պարտք, ես կատարում եմ այդ իմ պարտքը, ու դեռ այդ ֆոնի վրա իրանց ռեյտինգը այնքան կաճեր, որ Հայաստանի Հանրապետության սա կուկուռուզը եթե ուտեին, իրանք տենց վարկանիշ չէին կարողանա բարձրացնեին։ Այսինքն իրանք գիտեն, որ իրանց վարկանիշը ցածր է, բայց իրանք չգիտեն ինչու է այդ վարկանիշը ցածր։ Ստեղ հիմա մենք կարող ենք ենթադրել դա այդ սոցիոլոգների մեղավորությունն է, որ այդ կարևորագույն հարցի պատասխանը չեն տվել, որտեղ սոցիոլոգիան ոչ միայն վարկանիշ է չափում, այլ նաև պատճառներն է հայտնում, ինչի է այդ վարկանիշը ցածր, ում մոտ է այդ վարկանիշը ցածր եւ ինչ աշխատանք պետք է տանես այդ ուղղությամբ։ Սա է սոցիոլոգիան։ Ու հիմա հարց կամ իրանց սոցիոլոգներն են իրանց նման անորակ եւ կարեւորագույն հարցի պատասխանը չեն տվել, իսկ խի է վարկանիշը ցածր։ Կամ էլ տվել են եւ ինքը ունենալով այդ արժեքավոր տվյալները, արժեքավոր գիտելիքները Խասյաթի համաձայն սխալ է օգտագործել։ Բայց որ տարբերակն էլ որ լինի իրականությանը համապատասխանող, մենք ունենք այն ինչ որ մենք ունենք։ Մարդը փոխանակ երկիր կառուցի, մարդը փոխանակ անվտանգություն ապահովի, մարդը փոխանակ թարգի մեր հողերը ու շահերը նվիրի թուրքին, գցի թուրքի ոտի տակ, դա շլյապայա փոխում, կուկուռուզա ուտում, ու համարում է, որ ամեն ինչ տենց է պետքա լինի։ Քանի որ առիթ չենք ունեցել ձեզ հետ խոսելու, կինը գնաց։ Լավ էլ ինձ հոգնել եմ այդ թեմայից, անկեղծ եմ ասում հոգնել եմ։ Գնաց լավ էլ արեց գնաց։ Բայց ես հետաքրքիր չի գնաց, իմ կարծիքը վստահ եմ, որ գնացել է այդ գողացած, գրփած, կուտակած, դիզած փողերը պահելու, որտեվ չկա վստահություն 100%-անց, որ իրանք կրելու են այդ ընտրությունները, իսկ իրանք շատ լավ գիտեն ինչ է լինելու հունիսի 8-ին, եթե չկրեն,
ու բնական է, որ կնիկը այդ սաղ դիզացները տանում աշխարհով մեկ պահի, որ գոնե այդ փողերը մնան։ Ուրիշ բացատրություն, ռացիոնալ գոյություն չունի, որտեվ մի մարդ երբ որ չնայած ինքս ասում եմ, ինքսին վրա ծիծաղում եմ, մարդը երբ որ ամեն անգամ որ ասում էին, հիշում եք սկզբերում որ ասում էին դու ով ես առհասարակ աղջիկ ջան, որ պետական սամալյոտներով, վերտալյոտներով ճանապարհում ես, ասում էր, ես իմ մարդուն սիրում եմ, առանց իմ մարդու ոչ մի տեղ չեմ կարող, ամեն օր իրան պետք է տեսնեմ, հետը ճանապարհորդում եմ։ Մարդը բաց մեկ է պարզնա որ չէ, փաստորեն չէր սիրում, այլ ընդհանրապես իրոք բուն պատճառը այդ պետական ռեսուրսների վատնումներ։ Հենց որ եկեք այդ թեման փակենք, որտեվ իրանք շատ են սիրում, շատ են ուզում, որ թեման շեղվի իրանց անձնական, անկողնային, սեքսուալ թեմաների շուրջ, այն ժամանակ, որ մենք ունենք լուրջ խնդրեմ։ Մենակ միակ հարցը, որը ինձ այս ամբողջ պատմության մեջ լուրջ անհանգստացնում է կամ հետաքրքրում է, այնա վсё, հիմա էլ Աննան մեզ չի կրթելու, կարանք շունչ քաշենք։ Պրծանք, այդ դարդից էլ պրծանք։ Վсё, էլ ուրիշ ոչինչ ինձ հետաքրքիր չի, որովհետև երբ որ գա հունիսի 8-ը եւ պարզի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պարտվել է ընտրությունները, Աննայի ներքնաշորից սկսած ցեննիկներով հաշիվ են պահանջելու ու կապ չունի բաժանված չի որտեղ է ապրում, ինչով է ապրում, մինչև 18 թվականից մինչև 26 թվականի փետրվար ամիս ամեն մի կոպեկի համար այդ աղջիկը պատասխան է տալու ու այդ պարագայում իրանց համատեղ կեցությունը արդեն ոչ մի նշանակություն չունի։ Բացառում եք այն տեսակետը, որ մամուլում էլ եղավ, որ իշխանությունը կիսելու արդեն կռիվ կար, ռեյտինգ անում։ Կռիվ վստահաբար ոչ, կռիվ չկա, այնտեղ կա ներքին պայմանավորվածություն, եթե մոտակա ժամանակները Աննա Հակոբյանը քաղաքական հավակնություններ ներկայացնի եւ ինչ կուսակցություն ստեղծի, ասի, որ ես մտնում եմ բան մեջ, սա կարելի է գնահատել որպես բան նույն սոցիոլոգիական հարցումների հիման վրա երևի տեսել են, որ կան Աննայի երկրպագուներ եւ Նիկոլի երկրպագուներ, այդ տարանջատված հատվածներ են, այսինքն իրան չեն ընկալում Նիկոլին չերես Աննա եւ հակառակ Աննային չերես Նիկոլ, հա, ինքը պարզապես բանը անելու, հավաքելու է իր վրա այն ձայները, որոնք կարող է Նիկոլ Փաշինյանը կորցնի։ Բայց դա կրկնում եմ, պարզ կլինի այն պահից, եթե նա իրոք մտնի քաղաքականության մեջ որպես քաղաքական տարր։ Իսկ այդ որ սրտաճմի տեսանյութեր հրապարակ էին, որ տենակ չհայհոյեք, չհայհոյելու են, որտեվ քեզ հայհոյում էին ոչ թե որպես Նիկոլի կնիկ, այլ որպես էգ, որը 8 տարի բանը պարազիտիրվեց էր անում մեր երկրի ռեսուրսների վրա։ Որպես մարդ, որը համարում է, որ ինքը կարա Facebook-ով մեզ բոլորիս անվանի ոչիլներ ու պահանջի հարգալից վերաբերմունք իր նկատմամբ։ Այսինքն եթե իրան թվում է, որ ինքը էլ Նիկոլի հետ չի ու սա ջնջելու է նոր թղթից սկսի, դա այդպես չի։ Դու պատասխանատվություն ես կրելու նրա համար, ինչ արել ես անձամբ դու, այլ ոչ թե այն, ինչ արվել է որպես Նիկոլի կնիկ կամ Նիկոլի հետ բնակվող ուզում եի ասել տնային բանը, ընտանի կենթանի, բայց մի քիչ շատ կլինի, էակ։ Այսինքն, քո կյանքում իրականում
հանրային ընկալմամբ ոչինչ չի փոխվել։ Ոնց վերաբերվել են, տենց է շարունակել են վերաբերվել։ Ասած չզարմանում եք, որ ինձ բերման է, որ խառուցեն դա։ Թող հարուցեն, ուրեմն բան արեց կլինի էլի։ Թող հարուցեն, տեսնեմ, ես շատ եմ ուզում դա տեսնեմ, ինչով են հարուցելու։ Փաշինյանը։ Հասկացա, բարձր է ես չեմ հարուցելու։ Ուզում է իրան ինչ-որ տենց ժերտվայի բան տա, կեցվածք տա, որ ես էլ եմ ձեզ պես Փաշինյանի զոհ, չկպավ։ Որտեւ դու Փաշինյանի հետ հավասար կազմաքանդել ես մեր պետությունը։ Եվ դրա համար կրելու ես համապատասխան պատիժ ու ոչ մի քո արարքը չի մնալու անտեսված կամ առանց պատասխանի քո կողմից։ 44 օրը բունկերից սկսած, չէ՞, հիշում եք։ 18 թվականից սկսած։ Երեք Վազգեն Սարգսյան ծննդյանն էր, երաբրվում էր նաև ԵԿՄ-ն, խնդրում եմ այս կադրը, որտեղ մեր հայրենակիցը ինչ է հիշեցնում Սասուն Միքայելյանին։ Գնացեք Հեյդարի դիմաց ծաղիկներ գերեզմանել, խոնարեք, ինչ էր ասում երբ նախ միջադեպը եւ ինչ էր ասում նույն Սասուն Միքայելյանը երեք, Նիկոլ Փաշինյանը հոյակապ արտաքին քաղաքականություն է վարում։ Դրա համար էլ այսօր այս խաղաղության մեջ ենք նաեւ մենք ու չպետք է բզբզանք, ինչպես ինքն է սիրում հաճախ ասել։ Էլի երեք ասեց, խնդրեմ։ Ասեք Սասուն Միքայելյանի ինչ լինելը բոլորս գիտենք։ Միակ մարդն է, որը 44 օրյայի ժամանակ վիրավորանք է ստացել քամակի շրջանում։ Ասենք դրանով ամեն ինչ բացատրվում է, հա։ Սասուն Միքայելյանը այն մարդն է, որը կանգնեց Նիկոլի կողքին եւ իր այդ գազալցակայաններ, բենզակալոնկայր ինչեր հետ ստացավ, հա, ու դրանով իր քաղաքական գործունեությունը ավարտվեց։ Սասուն Միքայելյանը այն մարդն է, որ երբ որ ադրբեջանցիները Արենիի վրա կախվել էին ու հողեր էին վերցրել ռազմական գործողություններ էին ծավալել եւ տարածքներ էին գրավել, Սասուն Միքայելյանը այն մարդն է, որը ԱԺ-ում կանգնեց, ասեց, որ սուտա տենց բան չկա։ 3 օր հետո պարզվեց, որ կա եղել է ու հայկական բանակը ոչ դիմակայել է, ոչ բան արել, սուսուփուս նվիրել են այդ ու հիմա այսօր Արենին գտնվում է Ադրբեջանի ուղիղ նշանառության տակ, շնորհիվ նրան, որ մեզ խաբել են ԱԺ-ի բեմից, որ մեր բանակը ոչինչ չի արել այդ ուղղությամբ։ Սասուն Միքայելյանը այն մարդն է, որը 3 կոպեկով շատ հանգիստ մի բանակ կվաճառի ու զդաչել չի տա։ Հետևաբար ակնկալել, որ այդ մարդը առանձին թեմայա նրա կրթական ցենզը եւ առհասարակ ինտելեկտուալ ունակությունները ակնկալել Սասուն Միքայելյանից ինչ որ ճշգրիտ քաղաքական գնահատականներ ռեալ պատկերացում իրավիճակի մասին։ Հարց. Սասուն Միքայելյան, երբ ես եւ քանի րոպե ես զբաղվել արտաքին քաղաքականությամբ, որ կարողանաս գնահատես ուրիշի աշխատանքը այդ ուղղությամբ։ Ասենք Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը կարա գնահատի Լևոն Տեր-Պետրոսյանը,
Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, մարդիկ, որոնք զբաղվել են արտաքին քաղաքականությամբ, գիտեն ինչ բան է արտաքին քաղաքականությունը, գիտեն ինչ արդյունքներ կարելի էր ստանալ, բայց ոչ միայն չենք ստացել, այլ նաև ստացել ենք ճիշտ հակառակը, նոր գնահատել այդ ամեն ինչը։ Ու այս շարքում Սասուն Միքայելյանի անուն չկա, որովհետև նրա ամբողջ այդ աշխարհը ընկալումը, նրա այդ վեհ գաղափարները, նրա իղձերը սահմանափակված են Հրազդանի խաչմերուկի գազալցակայանով։ Այսօր լուրջ վերաբերվել Սասուն Միքայելյանի գնահատականներին կամ նրա վերլուծական մտքին, դա անհարգալից վերաբերմունք է ինքներս մեր նկատմամբ։ Ու դրանք քննադատելն էլ անգամ անարգանք է։ Ինչի աշխարհից խորհրդում։ Դե ասել են խորհրդած խորհրդացել է։ Որտեւ կարող է, չեմ հետևում Սասուն Միքայելյանին, դրա համար անկեղծ եթե ինչ-որ տենց բացահայտ աղմկահարույց դեպք չի լինում, ես Սասուն Միքայելյանի մասին որ մեկը սա հիշում։ Զանգել ասել են կգնաս կանես կասես էսա ձևը, Սասուն Միքայելյանը եկել է ոնց ասել են տենց են լարել, այդ ամեն ինչի գինը իր բիզնեսն է։ Չանես կխլենք։ Այն էլ սուսուփուս անում է։ Վաղը որ ասեն գնա մեջքդ մի անգամ է դեմ տուր ապտակենք, սուսուփուս կգնա կանի։ Եվ Տիկին Ալբերտյան նորից բարոյ, երեք ասենք այդ հայտարարությունը որ բնեն հերքում է, կապանցիները հաստատում են, այս իրականության մեջ այս ամենից մեր բարադի իշխանության բարադի վերաբերմունքը եւ ինչ սպասել նորից, հա, այս պայթող ուղակի տարածաշրջանը։ Ոչ մի լավ բան։ Որտեվ ես կարամ իհարկե ասեմ, հենց հիմա պատերազմ սկսելու է Հայաստանի տարածքում, չէ, դա այդպես չի, բայց դա զարգացումներից մեկն է, որտեվ շատ ու շատ գործոններ պետք է ակտիվանան եւ սկսեն աշխատել, որ այս պլանը Ադրբեջանի պլանը կատարվի։ Բայց կրկնում եմ, մենք պետք է լինենք, մենք նկատի ունեմ այն պետությունը, որը ես պատկերացնում եմ որպես պետություն, այլ ոչ թե այս բոսյակների խմբակազմի բանը, անհեթեթությունը։ Պետք է լինել պատրաստ, պետք է հաշվի առնել, որ ցանկացած պատերազմ անկանխատեսելի է, պետք է հասկանալ, որ Իսրայելը եւ Թուրքիան դրդում են Ադրբեջանին ֆրոնտ բացել Իրանի դեմ, եւ այդ ամեն ինչից կախված է, այսինքն այդ ցանկացած զարգացում բերելու է իր յուրահատուկ հետևանքի, ու այդ զարգացումները մենք պետք է հաշվառենք, պետք է հասկանանք, որ զարգացման ժամանակ մենք ինչ գործողություն պետք է անենք, որ պաշտպանենք մեր հողը եւ պետականությունը։ Իհարկե ես չեմ ակնկալում, որ այս դեբիլները ինչ որ մի բան կանեն, բայց այնուամենայնիվ ճիշտ ձևը դա է։ Եվ ամփոփելով, հա, այս իրականության մեջ, որ իրենց իշխանության օրոք մի հայրենիք ենք կորցրել, այդքան զոհեր են ունեցել, ցուցադրությունը այդ իրանց ցուցադրական լինելը ծնունդ, քեֆ, նշանրել, Գալա Սիմոնյանն է նշանրել, չէ՞։ Արոն Պերաշկերի երկու է։
Մարդը իր լավագույն կյանքն է ապրում։ Просто հետո պետք է ինքը այդ հասկանա ինքը հետևանքները այդ աղջիկը պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ կիսի։ Ալեն Սիմոնյանը, քանի որ ինքը քուչից հավաքագրված կիսագրագետ, կիսատաղանդ, դաժե դերասան էլ չի, ինչ որ տենց կամերայի առաջ երևացող օրգանիզմ է, եւ բնական է որ չունի պրոֆիլային կրթություն եւ չի համարել որ 8 տարվա ընթացքում պետք է աշխատի իր վրա, որ всё же ինքը երկիր է ներկայացնում։ Ես ուզում եմ անդրադառնալ ոչ թե այս վերջի իրադարձություններին, այլ նրա Մոսկվայի այցին, երբ որ Մատվիենկոյի հետ կանգնած է եւ ժուրնալիստը հարց է տալիս Սամվել Կարապետյանի ձերբակալության եւ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի ձերբակալության վերաբերյալ, չգիտեմ, я հաստատ լսած կլինեք իր պատասխանը, типа, а почему я должен с вами обсуждать уголовный кодекс Армении, բան, ուրեմն լսի տղա ջան, հասկանում եմ, որ քո ընկալմամբ կինոյի տղա ես, բայց գոյություն ունի ընդունված պրոտոկոլ, որ հարցին հարցով պատասխանելը դա մովետոն է, դա ամոթ բան է, այդ նույն բանը եթե ձևակերպեիր պատասխանի տեսքով, Հայաստանի Հանրապետությունում գործում է քրեական օրենսգիրք, որի համաձայն դա ավելի ընկալելի կլիներ, քան թե բոշի նման են, քուչի բազարչու նման, а почему мы должны տարբերությունը զգում ես, էդ ես, ու ինչքան էլ թանկ կոստյում չհագնես, ինչքան էլ ջահել կնիկ չառնես, ինչքան էլ BMW-ներ չքշես, դու մնալու ես Ալենիգը, որը 8 տարվա ընթացքում չկարողացավ սովորել տարական էտիկետ, որը ընդունված է միջազգային դիվանագիտական պրոտոկոլներով։ Շնորհակալություն։ Խնդրեմ։